Ես միշտ մտածել եմ դաշնակցականները թե հեչ գործեց դժվար։ Դաշնակցականը պետք է լինի մտային պաշար պետք է ունենա, մտավորական կարողություններ պետք է ունենա, համոզում պետք է ունենա, դաշնակցական բարոյական արժեքների ճանաչ պետք է լինի, պատմություն պետք է իմանա, կարգապահություն պետք է ունենա, զոհաբերություն պետք է ունենա, բայց իմ կարծիքով գլխավոր հատկանիշը դաշնակցականի քաջ լինելու մեջ է։ Եթե քաջ է և մտավորական չի, եթե քաջ է և պատմության ծանոթ չի, կարող է դաշնակցական լինի, բայց եթե ամեն ինչ է ու վախոտ, չի կարող դաշնակցական լինի։ Վահան Հովհաննիսյանի հիմնական հատկանիշը, որ ես գնահատում եմ, իր քաջությունն է, քաջ մարդ էր, քաջ մարդ էր վտանգը դիմագրավելու առումով, սխալի սխալ ասելու առումով, բարձրացնելու մի բաներ, որ ուրիշները չէին համարձակվի, ասելու բաներ, որ ուրիշները խուսափեին, ինքը քաջ էր, բարիս, բուն և ամբողջական իմաստով։